Ունես հարցադրումներ, որոնք դեռ պարզաբանումների կարիք ունեն, հրատապ խնդիրներ, որոնց պատշաճ լուծումները ձգձգվում են, գաղափարներ, որոնք դեռ անհրաժեշտ է ներկայացնել ու քննարկել, բայց չգիտես թե ինչպես, եթե այո, ապա այս ձևաչափը հենց քեզ համար է։ Ազգային ժողովն ու կառավարությունը քաղաքացիներին ավելի մոտ լինելու, նրանց խնդիրները վերհանելու ու դրանց լուծումներ տալու նպատակով ստեղծել են «Հարցնում է քաղաքացին» հաղորդաշարը։ Բարի երեկո, սիրելի քաղաքացիներ, շատ մանրամասն լսել ենք բոլոր հարցերը։ Այն առաջարկում է առավել թափանցիկ, ամուր եւ ուղիղ երկխոսելու նոր հարթակ Հայաստանի քաղաքացիների, Սփյուռքում ապրող մեր հայրենակիցների եւ օրենսդիր ու գործադիր մարմինների ներկայացուցիչների միջև։ Իհարկե գործում են բազմաթիվ տարատեսակ խողովակներ, որոնց միջոցով քաղաքացին կարող է բարձրաձայնել իրեն հուզող հարցի վերաբերյալ որոշակի պարզաբանումներ նախարարությանը, ազգային ժողովին եւ այլն, բայց իրականում սա միջոց է, որի աջակցությամբ քաղաքացին կարող է ուղիղ կերպով իր հարցը տրամադրել ոլորտային անմիջական պատասխանատուին եւ ակնկալել նրա կողմից հստակ հարցի պատասխան կամ լուծում։ Ձևաչափը լայն ու դրական արձագանք էր ստացել հանրության շրջանում դեռևս տարիներ առաջ, նախադեպը ձևավորվեց երկրի վարչապետի նախաձեռնությամբ։ Նիկոլ Փաշինյանը արդեն մի քանի անգամ նման ֆորմատով անդրադարձել է մեր հայրենակիցների բազմավոլորտ հարցերին՝ տնտեսությունից մինչև իրավունք ու արդարադատություն, կրթությունից մինչև ֆինանսական համակարգ։ Քաղաքացիների հետ օֆլայն բազմաբովանդակ ու հանգամանալից հանդիպումների շարք է սկսել նաև խորհրդարանի ղեկավարը, իսկ այժմ հերթը ոլորտային գերատեսչությունների պատասխանատուներինն է։ Հարցնում է քաղաքացին հաղորդաշարի անդրանիկ եթերը հեռարձակվեց մայիսի 26-ին։ Ուղիղ տեսակապով քաղաքացիների հարցերին պատասխանեցին կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի ոլորտային քաղաքականություն մշակողներն ու պատասխանատուները։ Մեր ակնկալիքները սպասվածից էլ ավելի արդարացվեց, որովհետև այն ակտիվությունը, որ դրսևորվեց քաղաքացիների կողմից, իհարկե շատ ուրախալի էր։ Ժամանակակից թվային աշխարհում իհարկե մեր քաղաքացիները, այդ թվում հենց մեզ հարցեր ուղղած քաղաքացիների մի մասը, գուցե այլ հարթակների միջոցով, գրավոր նամակագրությամբ, Facebook-յան հարթակների միջոցով կամ այլ միջոցառումների ժամանակ հնարավորություն ունեցել են կամ ունենում են իրենց հարցերը ուղղել պաշտոնատար անձանց, բայց մեր կարծիքով հեռուստատեսությունը եւ այդ տեսակապով շփումը շարունակում է, այսպես ասած, ավելի անմիջական լինել։ Եթերի ընթացքում նախապես տեսաձայնագրված ու ուղարկված մոտ 5 տասնյակից ավելի հարցերից միայն 12-ին հնարավոր եղավ պատասխանել։ Դրանց մեծ մասը ներկայացնում էին ոչ թե անձնական խնդիրներ, այլ թեմաներ, որոնք վերաբերում էին տասնյակ հազարավոր քաղաքացիների։ Ոլորտի պատասխանատուներն այս պահին հետադարձ կապի մեջ են նաև այն քաղաքացիների հետ, ում հարցերը ժամանակի սղությամբ պայմանավորված եթեր չհեռարձակվեցին։ Շուտով դրանք եւս կստանան իրենց արժանի լուծում։ Կար երկու հիմնական խնդիր, որ նկատվեց մեր կողմից, համար առաջին խնդիրը իրազեկվածությունն էր եւ սա լավ առիթ էր, որ այն փոփոխությունները, որոնք մենք կյանքի ենք կոչում, եւս մեկ անգամ իրազեկվի եւ քաղաքացիներին հասանելի լինի, եւ նաեւ երկրորդ խնդիրը իրազեկումից բացի, որ իրազեկված են, բայց նաեւ արդեն իսկ արձանագրել էին այդ որոշակի փոփոխություններում ինչ որ բացեր, ինչ որ խնդիրներ եւ նաեւ իրենց առաջարկների հիման վրա առաջիկայում խորհրդարանում կամ կառավարության ենթանորոշական մակարդակներով կարվեն որոշակի փոփոխություններ։ Իսկ հաջորդ թողարկումը կվերաբերի աշխատանքային իրավունքին, զբաղվածությանը եւ սոցիալական ոլորտին, այս անգամ եւս ոլորտի պատասխանատուները կսպասեն քաղաքացիների հարցերին։ Հիշեցնենք, որ նախապես հարցերը տեսաձայնագրությամբ ուղարկելը պարտադիր է, այդ նպատակով գործարկվել է համապատասխան հեռախոսահամար +374 44 900 800 տեսահարցերը հարկավոր է ուղարկել ահա այս հեռախոսահամարին կցված WhatsApp հավելվածին։ Անուն, ազգանուն եւ բնակության վայր, սրանք այն տողերն են, որոնք պետք է լրացնել ու կցել տեսահարցին։ Ցանկության դեպքում կարող է ավելացվել նաեւ զբաղմունքն ու աշխատանքի վայրը։ Տեղեկացնենք նաեւ, որ հաղորդումը ամիսը 1 անգամ եթեր կհեռարձակվի Ազգային ժողովի Facebook-յան, կառավարության Facebook-յան եւ YouTube-յան ալիքներով, հանրային ռադիոյի Facebook-յան եւ YouTube-յան էջերով, ինչպես նաեւ առաջինի լրատվական ալիքով։ Արգելվում է զորամասից եւ բանակային դիրքից զանգահարել ընտանիքի անդամներին, ընկերներին ու խոսել ծառայության, հերթապահության եւ առհասարակ բանակին վերաբերող այլ մանրամասների մասին։ Զանգը կարող է ճակատագրական լինել ոչ միայն տվյալ զինծառայողի, այլև ամբողջ ստորաբաժանման համար։ Առավել վտանգավոր է սմարթֆոն տիպի բջջայինով կատարված զանգը։ Այս դեպքում զրույցը կարող է հեշտությամբ գաղտնալցվել, իսկ սմարթֆոնը տեղորոշել զինծառայողի տեղակայման վայրը։ Տեղորոշում կարան իրականացնել հիմնականում 3 կոնցեպտով, այսպես ասած, GPS-ով հնարավոր է տեսնել, թե սմարթֆոնը որտեղ է գտնվում, Wi-Fi-ով հնարավոր է տեսնել, թե սմարթֆոնը ինչ Wi-Fi սարքի է միացված, ու նաև տեսնել Wi-Fi ռոուտերը որտեղ է տեղադրված, եւ նաև հնարավոր է
տեղորոշել մոտակա ալեհավաքով։ Երբ որ մեջը տեղակայանում ենք SIM card, իրանք կպնում են մոտակա ալեհավաքին, որպեսզի կապ կարողանան հաղորդել։ Զենքը եւ մեդիան գրեթե միևնույն մասշտաբի վնասները կարող են հասցնել։ Ասեմ ավելին, մեդիայի միջոցով շատ ավելի լուրջ վնասներ կարելի է հասցնել հասարակությանը։ Դրանով պայմանավորված անհրաժեշտ է շատ հետևողական լինել յուրաքանչյուր կադրին, յուրաքանչյուր հաղորդմանը եւ յուրաքանչյուր ասելիքին։ Սմարթֆոնները նաև տեղեկատվական արտահոսքի աղբյուր են, հակառակորդը կարող է այսպես կոչված ֆիշինգային հարձակմամբ զինծառայողի բջջայինում տեղակայել վիրուսային հավելված։ Դրանք ըստ մասնագետի որևէ կերպ չեն տարբերվում օրինակ նամակ ուղարկելու, լուսանկար մշակելու կամ էլ ծանոթությունների համար նախատեսված հավելվածներից։ Ներբեռնելուց հետո ծրագիրը հասանելիություն է պահանջում մի շարք կարգավորումների։ Եթե գործողությունն ավարտին հասցնեք, համարեք, որ խայծը կուլ եք տվել։ Առանց ձեր իմացության հեռախոսն արդեն կտեսաձայնագրի տեղանքն ու բոլոր հեռախոսազանգերը։ Բոլոր տեսանյութերը եւ բոլոր նկարներին այսպես պահպանում են այսպես կոչվող meta tag-եր, meta hashtag-եր, որոնց մեջ որ գրված է օրինակ ինչ սարքով է կատարվել լուսանկարը, ինչ լուսային էֆեկտներ է օգտագործվել, ինչ կոորդինատներում է կատարվել լուսանկարը, ու հիմնականում այդ meta hashtag-ների մեծ մասը պահպանվում են նույնիսկ լուսանկարը ջնջելուց հետո։ Չի խրախուսվում նաև ծառայության վայրից լուսանկար տեղադրել համացանցում, դրանք եւս կարող են տեղեկատվական արտահոսքի պատճառ դառնալ։ Լուսանկարում պատկերված ժայռը, սարը, անտառը կամ էլ սաղարթով պատված տարածքը կարող են տեղորոշել, թե որտեղ է գտնվում օրինակ բանակային դիրքը կամ ռազմավարական օբյեկտը։ Իսկ զինծառայողի համազգեստից կարելի է դատել կոչումն ու ստորաբաժանումը։ Չի բացառվում, որ տվյալ զինծառայողը կարող է հայտնվել որոշ հատուկ ծառայությունների աշխատակիցների տեսադաշտում։ Սա նշանակում է, որ մեկ զանգը կամ սմարթֆոնի օգտագործումը կարող է կյանքեր արժանալ, հաշվի առնելով արձանագրված դեպքերը, առկա ռիսկերն ու օր-օրի զարգացող տեխնոլոգիական հնարավորությունները, 2023 թվականից զինված ուժերում արգելվեց սմարթֆոնների օգտագործումը, բացառությամբ պետական լիազոր մարմնի ղեկավարի հրամանով սահմանված դեպքերի։ Հարկ եմ համարում հիշեցնել, որ Պաշտպանության նախարարության համապատասխան ստորաբաժանումները շուրջօրյա գրաֆիկով հետևում են ողջ համացանցային տիրույթում զինծառայողների վարքագծին, արձանագրված խնդիրները փոխանցվում են ռազմական ոստիկանությանը եւ արկա հիմքերի դեպքում իրականացում է քրեական վարույթ, եթե արկա է գաղտնիությանը վերաբերող տեղեկատվություն։ Ռազմական ոստիկանությունն իր հերթին անակնկալ ստուգայցեր է իրականացնում զորամասեր կարգազան զինծառայողներին հայտնաբերելու համար։ Սմարթֆոն գտնելու դեպքում ռազմական ոստիկանության աշխատակիցը համապատասխան միջնորդագիր է ներկայացնում զորամասի հրամանատարին, որից հետո նշանակվում է ծառայողական քննություն, իսկ զինծառայողը ենթարկվում է կարգապահական պատասխանատվության։ Եթե ծառայողական քննության արդյունքում պարզվի, որ հայտնաբերված սմարթֆոնում առկա են գաղտնիությանը վերաբերող տեղեկատվություն, ապա տվյալ զինծառայողի նկատմամբ կհարուցվի քրեական վարույթ։ Պաշտպանության նախարարության տեղեկատվական հավաքագրման եւ վերլուծության բաժինն ուսումնական զորամասերից մեկում հերթական դասընթացն է անցկացնում։ Թեման զինված ուժերում սմարթֆոնի վտանգավորությունն ու տեղեկատվության արտահոսքի կանխարգելումն է։ Որոշեցինք պրեզենտացիա պատրաստել ավելի տպավորիչ ու ավելի մատչելի, որպեսզի անցալեն պատճառը, ինչի համար է արգելվում սմարթֆոն տիպի բջջային հեռախոսները ծառայության վայրում։ Տվյալ պրեզենտացիայով աշխատում ենք զինված ուժերի բոլոր զորամասերում, մարտական հերթապահություն իրականացնող զորամասերում, առաջնահերթ ուսումնական զորամասերում եւ վարժական հավաքների մասնակիցների հետ։ Զինծառայողները իրազեկվեցին սոցիալական ցանցերում ուղեցույցի պահանջներից բխող վարքականոններին ուշադրություն դարձնելու կարևորությանը։ Արգելվում է նաև նկարահանել զինված ուժերի տեխնիկայի եւ կենթանի ուժի տեղաշարժը տարածել սոցիալական ցանցերում կամ թեկուզ անձնական նամակով ուղարկել այլ օգտատերերի։ Պետք է գիտակցել, որ այն մշտադիտարկվում է ինչպես սոցիալական հարթակներում, այնպես էլ հայկական լրատվամիջոցների տարբեր էջերում։ Նման տեսանյութերը կարող են փոխակերպվել ապա տեղեկատվության, զինծառայողների հերթափոխը ներկայացնելով որպես զինուժի կուտակում։ Քառասունհինգ մանկապարտեզ,
Սա Երևանի նախակրթական այն հաստատությունների թիվն է, որոնք կատարվել են 1998 թվականից մինչև 2018 թվականը։ Երևանի քաղաքապետի տեղակալ Լևոն Հովհաննիսյանի խոսքով ներկայացրել են այն մանկապարտեզները, որոնց վերաբերյալ պահպանված են օտարման փաստաթղթերը։ Իսկ իրականում ցանկը 45 մանկապարտեզից շատ ավելի մեծ է։ Ցավոք սրտի պետք է նշեմ, որ շատ ավելի մեծ է։ Այստեղ նախկինում գործել է համար 140 մանկապարտեզը, հիմա գարեջրատուն է։ Այս շենքի մի հատվածում էլի մանկապարտեզ է, համար 144-ը։ Սրա մյուս մասը սեփականաշնորհվել ու անմխիթար վիճակում է։ Եթե այս պայծրությամբ օտարված չլինեին այդ մանկապարտեզները եւ ֆունկցիոնալ առումով գործեին, ապա յուրաքանչյուր տարի 8000 ամենահամեստ հաշվարկներով մոտ 8000 երեխա ավել հնարավորություն կունենար գնալ համայնքային մանկապարտեզներ, օրինակ չգնալով մասնավոր մանկապարտեզներ կամ ընդհանրապես միգուցե երեխաները չեն գնում մանկապարտեզներ։ Մանկապարտեզներում այժմ հերթագրված է 16000 երեխա։ Լևոն Հովհաննիսյանը նշում է, ստեղծված իրավիճակը հաղթահարելու համար մոտ 40 մանկապարտեզ արդեն հիմնանորոգվել է։ Հիմնանորոգման եւ վերակառուցման տարբեր ծրագրերով եւս 10-ում աշխատանքներն ընթացքի մեջ են։ 2018 թվականից հետո մանկապարտեզների հիմնանորոգման արդյունքում մենք կարողացել ենք հավելյալ բարեկարգված տարածքներ ստեղծել նույն մանկապարտեզներում, որի արդյունքում 2000-ից ավել երեխա հավելյալ կարող է հիմա գնալ մանկապարտեզներ։ Եվ այս 10 մանկապարտեզները նույնպես, երբ որ ավարտին կհասցնեն, նախկին թողունակության համեմատ եւս 800 երեխա կարողանա ավել գնալ։ Հովհաննիսյանը մանրամասնում է, այս մանկապարտեզներից որոշները հիմնովին քանդվում են ու փոխարենը կառուցվում նորը։ Քաղաքում կան նաև թաղամասեր, որտեղ երբևէ համայնքային մանկապարտեզ չի գործել, ու քաղաքապետարանը ծրագիր ունի այդտեղ մանկապարտեզ կառուցելու։ Խոսքը Խարբերդ, Ծարավաղբյուր, Կորեայի ձոր եւ Կիլիկիա թաղամասերի մասին է։ Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության հանրակրթության վարչության պետը նշում է, կրթության զարգացման պետական ծրագրի թիրախներից է, որ նախադպրոցական կրթությունը հասանելի լինի 3-ից 5 տարեկան երեխաների 85%-ի համար եւ 5-ից 6 տարեկան երեխաների 95%-ի համար։ Այժմ ամբողջ հանրապետության մակարդակով երեխաների ընդգրկվածության միջին ցուցանիշը մոտ 75% է։ Թամարա Սարգսյանն ասում է, Երևանի վերաբերյալ հստակ ցուցանիշ չկա, հաշվի առնելով, որ ոչ պետական մանկապարտեզները վերջերս են սկսել լիցենզավորվել ու այդտեղ հաճախող երեխաների մասին տվյալները նոր են սկսում հստակեցվել, բայց կոպիտ հաշվարկներով Երևանում նախադպրոցական հաստատություններում երեխաների ընդգրկվածությունը 60%-ի սահմաններում է։ Դա կրթության որակի տեսանկյունից կարևոր ցուցանիշ է, բոլոր վերլուծությունները ցույց են տալիս, որ նախադպրոցական կրթության մեջ ընդգրկված երեխաները հետագայում ակադեմիական իմաստով ավելի ոչ միայն ակադեմիական, այլ նաև այսպես սոցիալ, հուզական հարաբերությունների իմաստով ավելի հաջող են լինում ուսումնառության մեջ եւ ինչքան ավելի վաղ տարիքից են իրանք ներգրավված լինում, այնքան էլի կրթության որակը, կրթական արդյունքները ավելի բարձր են լինում։ Մայրաքաղաքում 43 մանկապարտեզների վերանորոգման, հիմնանորոգման կամ հին շենքի փոխարեն նորի կառուցումը կառավարության 300 դպրոց 500 մանկապարտեզ ծրագրի շրջանակում է։ Նախատեսվող նոր շենքերն այդ ծրագրում ներառված չեն։ Նույն ծրագրով նախատեսվել ու ստեղծվել է նաև 9 նախակրթարան, մեկական խմբերով դպրոցների կազմում 5-ից 6 տարեկան երեխաների համար։ Սա արդեն նախարարության վերահսկողությամբ։ Հիմա ուսումնասիրում ենք, թե այլ որ հատվածներում կա կարիք եւ այդ տարածքում գործող դպրոցներ ունեն հնարավորություն, որ կարողանանք որոշակիորեն ընդլայնել այդ ցանցը, որ գոնե 5-ից 6 տարեկան երեխաների ներգրավվածությունը հնարավոր լինի ավելացնել, բարձրացնել մի քիչ։ Երևանի համար 146 հիմնական դպրոցի նախակրթարանը գործում է նախորդ տարվանից։ Այստեղ ընդունված 25 երեխաները շուտով դպրոց կհաճախեն։ Տնօրենը շեշտում է այն տարբերությունը, որը նկատելի է, երբ երեխաները դպրոց են գալիս մանկապարտեզից կամ այդ հնարավորությունը ունեցած չեն լինում։ Ի տարբերություն մանկապարտեզ չհաճախած երեխաների, այստեղ այս հնարավորությունը թույլ է տալիս երեխաներին եւ ֆիզիկապես, եւ բարոյապես, եւ կրթության առումով զարգանալ, շարունակական
կրթական զարգացում է ապահովում եւ մեր պատրաստված եւ նախարարության կողմից դարձյալ երաշխավորված կազմակերպությունում վերապատրաստված դաստիարակները ոչ միայն զբաղեցնում են, ոչ միայն խաղացնում են երեխաներին, այլ զբաղվում են նրանց շարունակական կրթական զարգացմամբ, որը հիմք է լինելու հետագայում նրանց կրթության առաջին աստիճանում ավելի վստահ եւ ամուր քայլելու։ Վերադառնալով օտարված մանկապարտեզներին, Երևանի ավագանու քաղաքացիական պայմանագիր խմբակցության ղեկավարն ասում է, որոշել են քննիչ հանձնաժողով ստեղծել եւ դրա կազմում ընդգրկվելու համար հրավեր են ուղարկել բոլոր խմբակցություններին։ Հանձնաժողովը կքննի բոլոր այդ օտարված մանկապարտեզների պատմությունները, որտեղ որ մի շարք նախկին պաշտոնյաներ եւ իրենց հետ փոխկապակցված անձիկ ուրեմն մասնակից են դարձել այդ գործարքներին, հաճախ որոշում կայացնողներն են եղել, հաճախ շահառուներն են եղել, ում որ օտարվել է այդ տարածքները եւ չի օգտագործվել ըստ նշանակության, դարձել է մասնավոր տարածքներ, մասնավոր բիզնես շահեր հետապնդել եւ մի շարք այլ նպատակներով օտարել։ Նախատեսվում է հանձնաժողովի կազմը հաստատել ավագանու առաջիկա նիստում։ Հանձնաժողովը կգործի մինչև 6 ամիս ժամկետով, որից հետո համապարփակ կներկայացնի, թե որ դեպքերում են մանկապարտեզների օտարումները եղել չհիմնավորված։ Ես գիտեմ, որ մի քանի դեպքով քրեական գործեր կա հարուցված, եւ եթե նոր փաստերի հայտ կան, որոնք որ իրենց մեջ կպարունակեն հանցագործության որոշակի հատկանիշներ, մենք դրանք կուղարկենք նույնպես դատախազություն, որպեսզի դրանց մասով ընթացք տրվի։ Հանրապետություն եւ հանրային ձայն խմբակցություններն արդեն ներկայացրել են քննիչ հանձնաժողովի անդամի իրենց 3-ական տեխնացուին, իսկ օրինակ Երևանի ավագանու Մայր Հայաստան խմբակցությունը մերժել է հանձնաժողովի կազմում աշխատել։ Ինչուին անդրադառնալուց առաջ ընդդիմադիր խմբակցության ղեկավարը նախ շեշտում է, օտարված մանկապարտեզների թեման արծարծվում է այն բանից հետո, երբ իրենք բարձրաձայնել են գործող մանկապարտեզների հիմնանորոգումների ընթացքում ի հայտ եկող խնդիրները։ Իշխող խմբակցությունն ի դեպ դրան հակադարձում է, թե մեծածավալ աշխատանքում թերություններ էլ կլինեն ու վատորակ աշխատանքը չեն ընդունում։ Ընդդիմությունն արձագանքում է, ընթացքը պատշաճ չի վերահսկվում, որ վերջում փաստի առաջ չկանգնեն։ Ինչ վերաբերում է քննիչ հանձնաժողովի անդամի տեխնացու չառաջադրելուն։ Նախ մեզ համար անընդունելի է ընտրողաբար այդ տարիները ֆիքսելը, որտեղ խոսք է գնում, չգիտեմ, ավելի ինչ որ քիչ 96-ից 2018-ի մասին, այսինքն բաց է թողնված մինչև 96-ը եւ 18-ից ի վեր, երբ որ արդեն ԿՊՆ իշխանության, ինչու։ Ընդ որում, Մայր Հայաստան խմբակցությունը կարծում է, պետք է քննության առնել անկախության բոլոր տարիների ընթացքում բոլոր կրթամարզամշակութային հաստատությունների մասնավորեցման, վերանորոգման, հիմնանորոգման ու առհասարակ բոլոր ֆինանսական հատկացումների հարցերը, որովհետև հիմա էլ կոռուպցիոն ռիսկեր են տեսնում։ Իշխանությունը իրենց ձեռքն է, տեղեկատվական բազան իրենց ձեռքն է, ում էին սպասում այսքան ժամանակ, ինչի չեն բացահայտում։ Եթե քննիչ հանձնաժողովի աշխատանքների ընդգրկումը լիներ այնքան մեծ, որքան Մայր Հայաստանը կուզեր, կմասնակցեին աշխատանքներին։ Ես այս պահին կդժվարանամ այդ հարցին տալ միանշանակ գնահատական, բայց արդեն հարցադրումը եւ օրակարգը այլ կլիներ։ Քաղաքապետի տեղակալի հրապարակած մանկապարտեզների ցանկը թեպետ վերաբերում է 1998 թվականից մինչև հեղափոխությունը օտարված մանկապարտեզներին, քննիչ հանձնաժողովի աշխատանքները կվերաբերեն 1996 թվականից սկսած մասնավորեցումներին։ Արմեն Գալջյանի խոսքով դրա պատճառն այն է, որ տեղական ինքնակառավարման մարմինները առաջին ընտրություններով ձևավորվել են 96 թվականից, ու Երևանն էլ այդ տիպ մարմնի իրավահաջորդն է, իսկ իրենց իշխանության տարիներին որևէ մանկապարտեզ չի օտարվել։ Ոսկեվազի արևի տակ ոչ միայն խաղողն է համեղ գինի դառնում, ելակը օր առաջ քաղցրանում, հոլանդական տարանուն ու տարագույն վարդերն են նաև շուրջ տարին շքեղ հասակ գցում գունավորվում։ Աշտարակ, Նորեդեսիա ու Ջան Բյուրական, Արագածոտնի այս ու այլ բնակավայրերից էլ մոտ 200 կանանց ծաղկաբույր այս հասցեում միավորած գործը զգացողություններով է նաև նրանց համախմբում, աշխատավայրում շուրջ տարին գարուն է ու վարդահավաք։ Զգում են մեր յուրաքանչյուր խոսքը, զգում են մեր յուրաքանչյուր արարքը իրանց նկատմամբ եւ փոխադարձ վերադարձնում են մեզ։ Ջերմաթափած տանիքի տակաճող վարդերի այսօր արդեն մեծ պատմությունը սկսվեց մոտ 8 տարի առաջ քիչ ռեսուրսներով ու փոքր տարածքից, որ ձեռք բերեցին պատրաստի վիճակում։
Ամեն ինչ սկսվեց այստեղից, երբ որ որոշեցինք առաջին անգամ ձեռք բերել ջերմոց որպես այդպիսին, մոտ 5000 քառակուսի մետր քարից շինություն, ցածր առաստաղով, ոչ պրոֆեսիոնալ մոտեցումով եւ սկսեցինք կամաց-կամաց մոդեռնիզացնել։ Հողի վրա ավանդական եղանակով աճող վարդերի համար շատ արագ նոր միջավայր ապահովեցին, անցան մշակության հիդրոպոնիկ տարբերակին։ Բռնազգործի հաջողությունը փոքր մակերեսի վրա տեսնելով, հմտանալով հաջորդող տարիներին նույն հասցեում կողք կողքի նոր ջերմատներ հիմնեցին, ընդլայնվելով մինչև 10 հեկտար։ Փորձել ու հաջողել են ներդնել նաև տեխնոլոգիաներ, որոնք թույլ են տալիս ծաղկի համար ապահովել մաքսիմում բարենպաստ միջավայր։ 5-րդ սերունդ կոչվող ջերմատունը նախատեսում է առանձնացված սնուցում, օդափոխություն, հովացում եւ ջեռուցում, որը ուղղված է խողովակաշարերով ամեն մի բույսի արմատներին, դրանով իսկ ապահովելով համաչափ աճեցում եւ արտադրական բարձր որակ։ Կես հեկտարից սկսած ու գործի մակերեսը գրեթե արդեն 20-ապատիկ անգամ ընդլայնած տարածքից տարեկան ավելի քան 10 միլիոն հատ վարդ են հավաքում հիմնական արտահանում։ Երկարացողում փշոտները նաև տոկուն են երկար ճանապարհներին, մոտ 1 շաբաթ կարողանում են գլուխները բարձր ու թարմ պահել բեռնատարներում, այդքան ու ավելել արդեն ծաղկամաններում։ Լոգիստիկայի իմաստով մեզ ամենանպատակահարմար ուղղությունը ԵԱՏՄ երկրներն են, մասնավորապես Ռուսաստանի Դաշնությունը եւ Ղազախստանը։ Փորձառություն ենք ունեցել եւ Արաբական Միացյալ Էմիրություններ արտահանելու, այժմ քննարկումների փուլում ենք Քաթարի թագավորություն ծաղիկներ ուղարկելու։ Ընդլայնվելու նոր ծավալի նոր որակի բերք ստանալու եւ արտահանման ուղղությունները դիվերսիֆիկացնելու ճանապարհին գործին մեծապես խթանել են նաեւ պետական աջակցության ծրագրերը։ Ինքնուրույն եւ մասնավոր իրավիճակում շատ դժվար է իրականացնել նման գիգանտ պրոյեկտներ։ Այստեղ ամեն մի նոր պրոյեկտը բնականաբար ենթադրում է պետական աջակցության ծրագրեր, դա կլինի արտոնությունների տեսքով, թե լիզինգային ծրագրերի տեսքով։ Նման խթան ունեցել ենք եւ կցանկանանք շարունակել հաջորդ պրոյեկտների դեպքում։ Տարիներով անմշակ վայրի մնացած նոր հողատարածքներ դարձնել գյուղատնտեսության ժամանակակից մոտեցումներով կառավարվող ծաղկառատ հեկտարներ առաջիկա ներիքներից է։ Հայաստանում աճող հոլանդական վարդերի սպառման շուկան արտերկրում մեծ է։ Դինամիկ աճող պահանջարկին համընթաց քայլեր են պետք։ Լոս Անջելեսում բողոքի ցույցերը շարունակվել են ԱՄՆ ներգաղթի հարցերով ծառայության իրականացրած լայնածավալ ռեյդերի պատճառով։ Հայտնի է, որ ավելի վաղ ապօրինի ներգաղթյալների ձերբակալմամբ եւ արտաքսմամբ զբաղվող ծառայությունը մի քանի տասնյակ մարդու էր բերման ենթարկել։ Լոս Անջելեսի կենտրոնում ցուցարարների եւ ոստիկանների միջև բախումներ են եղել, իրավապահներն արցունքաբեր գազ եւ մահակներ են կիրառել։ Ակցիայի մասնակիցներն ավտոմեքենաներ են այրել, ծածանել Մեքսիկայի դրոշը։ Հաղորդվում է քաղաքացիների եւ անվտանգության ուժերի շրջանում տուժածների մասին, կան ձերբակալվածներ։ ԱՄՆ նախագահը կարգադրել է ազգային գվարդիայի զորքեր ուղարկել Լոս Անջելես անկարգությունները ճնշելու համար։ Թրամփի խոսքով ապօրինի ներգաղթյալները գրավել են ամերիկյան բնակավայրերը։ Սպիտակ տան ղեկավարը նաև հայտարարել է, որ պատրաստվում են արգելել ցույցերի ժամանակ դիմակների կրումը։ Լոս Անջելեսի քաղաքապետը դատապարտել է ներգաղթի հարցերով ծառայության ներկայացուցիչների գործողությունները։ Կարեն Բասի խոսքով դրանք խախտում են քաղաքացիների անվտանգության հիմնարար սկզբունքները։ Ամերիկյան զլմները գրում են, որ բողոքի ակցիաներ են եղել նաև Նյու Յորքում։ Վոլոդիմիր Զելենսկին ABC News-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ Ուկրաինայի համար նախատեսված ամերիկյան ռազմական աջակցության մի մասն ուղարկվել է Մերձավոր Արևելքում տեղակայված ամերիկյան զորքերին։ Խոսքը հակաօդային պաշտպանության 20,000 հրթիռի մասին է։ Դրա շուրջ պայմանավորվածությունը ձեռք էր բերվել Բայդենի վարչակազմի օրոք, մանրամասնել է Ուկրաինայի նախագահը։ Զելենսկու խոսքով, եթե պատերազմը ձգձգվի, իսկ Արևմուտքը պատժամիջոցներ չկիրառի Մոսկվայի դեմ եւ օգնություն չտրամադրի Ուկրաինային, Ռուսաստանը կհաղթի։ Նա մտահոգություն է հայտնել, որ Դոնալդ Թրամփի կարծիքով Ռուսաստանն արդեն հաղթում է։ Զելենսկին նաև մանրամասներ է հայտնել օրերս ռուսական ավիաբազաներին ուկրաինական հարվածներից։ Նա նշել է, որ ոչնչացվել է Ռուսաստանի զինված ուժերի 41-ից 42 ինքնաթիռ։ Վնասը կազմել է ավելի քան $7 միլիարդ։ Վաշինգտոնն աջակցություն է հայտնում Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջև ուղիղ բանակցությունների շարունակմանը։ Ֆրանսիայի արտգործնախարարի հետ հեռախոսազրույցում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարը։ Դիվանագետներն անդրադարձել են նաեւ Մերձավոր Արևելքում եւ Իրանի միջուկային գործարքի շուրջ ստեղծված իրավիճակին։ Ուկրաինան եղել է նաեւ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի եւ Թուրքիայի արտաքին գործերի նախարարի հեռախոսազրույցի օրակարգում։ Մարկ Ռյուտեն եւ Հական Ֆիդանը մտքեր են փոխանակել պատերազմը դադարեցնելուն ուղղված ջանքերի մասին։ Անդրադարձ է եղել Հագայում հունիսի 24-ից 25 նախատեսված ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին, որի ընթացքում ի թիվս այլնի կքննարկվի նաև Ուկրաինայի հարցը։
Ռուս-ուկրաինական քաղաքական դիվանագիտական կարգավորման ջանքերին զուգահեռ կողմերն ամեն օր հայտնում են փոխադարձարվածների մասին։ Ռուսաստանի բնատվյալով ուկրաինական ուժերի թիրախում են եղել Կուրսկի, Նիժնի Նովգորոդի, Վորոնեժի, Օրյոլի, Բրյանսկի, Բելգորոդի մարզերը։ Անօդաչուներ են խոցվել Մոսկվայի մոտակայքում։ Տեղեկություններ կան, որ հարված է հասցվել Տուլայի մարզի ազոտ քիմիական գործարանին, հրդեհ է բռնկվել կանտուժածներ։ Թիրախավորվել է նաև Չուբաշիայի հանրապետության մայրաքաղաքի Չեբոքսարիի գործարաններից մեկը։ Ուկրաինայում էլ օդային տագնապ է հայտարարվել, Կիևում կան ավերածություններ։ Ռուսաստանն ԱԹՍ-ներ է արձակել նաև Խարկովի, Զապորոժիայի, Ժիտոմիրի, Չերնիգովի եւ այլ բնակավայրերի ուղղությամբ։ Բարդ իրավիճակ է Սումիում։ Մարզի բնակավայրերը պարբերաբար ենթարկվում են հարձակման։ Սահմանային հատվածներում տարհանում է իրականացվում։ Իսրայելցի զինվորականները կանգնեցրել են Մադլին նավը, որն ուղևորվել է Գազայի հատված։ Նավի վրա են եղել Գրետա Թունբերգը ու եւս 11 ակտիվիստ։ Նրանք հայտարարում են, որ ցանկացել են հումանիտար աջակցություն հասցնել պաղեստինցիներին։ Իսրայելի արտաքին գործերի նախարարությունից սակայն նշում են, որ այս ակցիան ձևական բնույթ է կրում, իսկ նավի վրա չնչին քանակությամբ հումանիտար փաթեթներ են եղել։ Այժմ զբոսանավն ուղարկվել է Իսրայել։ ԱԳՆ-ից հավելել են, որ Գազայի ծովային գոտին փակ է միջազգային իրավունքին համապատասխան։